Հարգելի հայրենակիցներ, ես խնդրում եմ այս տեսանյութը պարտադիր կիսվել և մինչև վերջ դիտել, շատ կարևոր է, բոլորը պետք է տեսնեն, խոսքը գնում է ազգային պետական դավաճանության մասին, ասեմ ով եմ ես Արսեն Վաչագանի Կնյազյանն եմ, ես հայոց բանակի պահեստազորի զինվոր եմ և հանդիսանում եմ հայոց բանակի մի միավորը և այս դավաճանության կողքով չեմ կարող անցնել և պետք է անպայման բարձրաձայնեմ ու բոլորը պետք է հասկանան ինչ է կատարվում։ Խնդրում եմ ուշադրություն մինչև վերջ դիտել, պարտադիր։ Այս զորահանդեսը, որ կազմակերպեց Նիկոլ Փաշինյանը, եկա տեխնիկա ցույց տվեց, ահագին նոր տեխնիկա, ընդ շատ լավ տեխնիկա կար, որ вообще իմաստ չկար, դրա մասին չի խոսքը ընդհանրապես, բայց լավ էր, ցանկացած զենք լավ է, քան թե ընդհանրապես չունենաս։ Ես չեմ կարող դա քննադատեմ հլվոր, բայց հարցեր շատ կան։ Հիմա ամբողջ տեխնիկայի վրա կպսրել էր ինչ-որ մի զինանշան, ամբողջ տեխնիկայի վրա, ուշադրություն, այդ զինանշանը Ադրբեջանի զինանշանն է, ուղղակի տեղադրել էին Մերինի վրա, հիմա ցույց տամ, բացատրեմ, հասկանաք կոնկրետ ինչ է կատարվում, ադրբեջանական զինանշանը բերը տեղադրել էր հայոց բանակի տեխնիկայի վրա, այդքան է 8 միլիարդ էլ փող է ծախսել ասում է իր ասելով, այսինքն հաստատ ոնց որ սենց է էլի, այս տեխնիկան էլ է տալու Ադրբեջանին, էսի դրա մասին է խոսքը, լսեք հիմա մի հատ նայեք ինչի մասին է խոսքը, այդ Վահանի վրայի այդ նշանը, այդ որ շատերն ասում են էդի հայկականա թուրքերն են գողացել, հիմա ցույց եմ տալիս, մի հատ ուշադիր նայեք, մեր զինանշանը հեսա գլխիս վերևն եմ կպցրել, սա մեր հայոց բանակի զինանշանն է, ուշադիր, էսա, տեսնում եք, հիմա ցույց եմ տալիս, մեր այդ հայկական հին նշանը, որը շատ հնուց է եկել, հավերժության այդ նշանն է, նայեք, այս ոնց է, ինքը քառակուսիները իրար մեջ գործած է, քառակուսիները մտնում է մեկը մեկի մեջ, ու մեջտեղ այդ հավերժության նշանն է, սա մեր հին հայկականն է, հիմա այս մեկը, որ թուրքերը գողացել են, դրել են իրանց նշանների վեն, այս մեկն է, քառակուսիները իրար վրայով անցնում ու մեջտեղ ինչ-որ կամ կլոր կամ չգիտեմ ինչ-որ մի բան դնում են, տեսակ չէ, որ նա գողացածը, որ ասում էին գողած էդի մերն է մերը այսի է, եթե փոխում էր էսի կարար դներ, ես հավերժության նշանով, հա, հիմա, ես հիմա ձեզ ցույց եմ տալիս, Ադրբեջանի Հանրապետության պետական անվտանգության ծառայության զինանշանը, ուշադրություն նայեք, քառակուսիները տեսնում եք, այդ մեր գողացած քառակուսին, որ մեզանից գողացել են, իրար մեջ գործած չի, ուղղակի իրար վրա դրած է, հիմա նայեք, ես հիմա ցույց տամ սա մեր նորից այդ գերբը, այս թազա իրա նշածը, ու մեծացրած ցույց եմ տալի Վահանի վրա ինքը ինչ է դրել, սա է դրել, դրել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության նշանը, դրել է մեր գերբի վրա, այս ձևով պղծել է մեր գերբը ու կպցրել է ամբողջ տեխնիկայի վրա, որ դա նշանակում է հանձնվելու է, դրա մասին խոսք չկա արդեն, ես այդտենց եմ հասկանում, ես լավ մի հատ գեներալ չկար ասեր, արա այս ինչ ես անում, այս ինչ ես անում, ես շարքային եմ, ես պետք է ելնեմ էսի ասեմ, սա կոչվում է պղծում դավաճանություն, գերբի պղծում, ազգային սիմվոլիկաների պղծում և ազգային դավաճանություն, պետական դավաճանություն, հիմա, իմ կարծիքով, այս մարդը, այս 8 տարի է, աշխատում է Հայաստանում, Նիկոլ Փաշինյանի մասին է խոսքը, իմ կարծիքով ամենակիչը, այս մարդը այդ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության գնդապետ է արդեն երևի, մինիմումը գնդապետ կամ փոխգնդապետ արդեն ստացած կլինի, այսքան գործողություն, որ արել, բերը հասցրել է այն օրվան, որ հանգիստ Ադրբեջանի գերբը կպցնում է հայկական տեխնիկայի վրա, Երևանով մանա տալի, դուք հասկանում եք ինչ անում, որ Ալիև ասում էր, ես հանգիստ գալու եմ, ես արդեն զնակները խփե եկել է արդեն, նայեք ինչ անում, ցույց եմ տա, լավ, էսի ենքոմ, սա զուգադիպություն չի կարա լինի, հիմա մյուս դեր ասած զուգադիպությունը, ՔՊ-ի զնակը, խնդրեմ, նայեք, էսի ՔՊ-ն հիմա ցույց եմ տալիս Թուրքիայինը, թուրքական կազմակերպության զնակ, իրար նման, նույնը համարյա, էս էլա միամիտ, զուգադիպությունը,
Ուրեմն ես խնդրում եմ, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը այս իմ ասացի վրա ուշադրություն դարձնի։ Ինչ հարց չեք ուզում տակ, հարգելի ղեկավարներ ԱԱԾ-ի Նիկոլ Փաշինյանին, այս ինչ ես անում։ Այս ինչ է։ Կապ չունի, որ ինքն է ձեզ նշանակել, դուք ազգի պետության համար պատասխանատու եք անվտանգության։ Այս հարցը պետքա լուծվի։ Ես չգիտեմ, այս իշխանափոխությունը երբ կլինի, ոնց կլինի, բայց այս հարցով արդեն ԱԱԾ-ն պետքա զբաղվի հենց հիմա։ Ես շարքային զինվոր, ես 2022 թվին այդ ջերմուկի հարձակումից հետո հոկտեմբերին մենք գնացել ենք Սմենափոխի մի ամիս ուղիղ այդ թազապոստեր սարքել, այդ փորել, խրամատներ, մի ամիս, ուրեմն 28 օր գիշերը post եմ պահել, ցրտին, ցեխին արդեն փոխելվել էր այդ սայրում եղանակը, ամբողջ ցերեկը խրամատ եմ փորել, ամբողջ ցերեկը, վերջի օրն էր մնացել, մի հատ վիդեոյի նկարել, այնց վիդեո էր, որ եթե ընկներ նույնիսկ հակառակորդի ձեռքը, ոչ մի օգուտ չէր տալու իրան, ասենք իրանք այդ նույն բանը իրանք բարձր էին, մեզ տենում էին, լկրակում էին, լավ, մի հատ վիդեոյի նկարել ուղարկել է իմ հարազատներին, ինձ ԱԱԾ եկան վերջի օրով ԱԱԾ-ից տարան, Պապիկյաններ զեկուցել, եկան տարան 8 ժամ հարցաքննեցին, 8 ժամ, 1000 հարց տվին, հասկանում են, որ ես Ադրբեջանի գործակալ չեմ, բայց մեկը էլի 1000 հարց տվեցին, բա ժողովուրդ ես շարքային զինվոր, բայց ԵԿ-պետության ղեկավարը լնայեք ինչ արե, Ադրբեջանի պետական գերբը բերեկպսրել է հայկական տեխնիկայի վրա անցկացնում է, դուք չեք ուզում հարց տակ այդ մարդուն, ես ինչ արեսի, մի բան արեք ժողովուրդ, այս բան չի լինի, այս լրիվ տալու է, այդ Արցախի տեխնիկայի պես սաղ տալու է, հենց այնց չի, 8 միլիարդ դոլար ասես փող եմ ծախսել, 8 միլիարդ դոլար, 8 միլիարդ, այս սաղ տալու է, արդեն գերբերը վրան կպսրել է, ուշադրություն ես իմ տեսանյութը տարածեք մինչև վերջ, խնդրում եմ բոլորին, շատ կարևոր է, բոլոր ղեկավարները տեսնեն, բոլոր գեներալները տեսնեն, թե ինչ զինանշան է կպցրել ու խաբում է ժողովրդին։ Ուշադիր ժողովուրդ, ուշադիր եղեք, այս ընտրություններին նենց արեք, այս սրանք չանցնեն, այս իրոք մինիմում գնդապետ է ադրբեջանական, մինիմում։ 8 տարում ստացած կլինի գնդապետի կոչումը։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության գնդապետ երևի, Նիկոլ Փաշինյան։ Կտենակ ճիշտ եմ ասում, չեմ սխալվում, իմ կարծիքն է դա։ Կտենակ, հետագայում որ սրան բռնեն տենան ինչա կերևա։ Այսքանը։